Ողջույն բոլորին, այս տեսանյութը այո կամ ոչի վերաբերյալ է, սա պահեք ինչ-որ ցանկություն, հստակ այո կամ ոչ, և որոշ բացատրություններ նաև կտամ, և եթե կարող եք ժամկետներ էլ պահեք, այս ժամկետում կլինի արդյոք թե ոչ։ Դրա համար եթե ոչ է, ոնց որ իմանաք, թե ինչքան պետք է սպասեք, եթե այո է, ինչքան ևս էլի պետք է սպասեք։ Տարբերակները 6-ն են, ինտուիցիայով պահեք, մինչև խառնեմ, միգուցե նաև քարտի երեսով հասկանաք։ Այս քարտերն են վերցրել երկու ալիքներում էլ, որովհետև քարտեր կան, որոնք շատ հետաքրքիր են այստեղ, և կցանկանայի նաև դրանք էլ ընկնային, եթե պետք է ասեին այո կամ ոչ։ Ուրեմն առաջին տարբերակը այո կամ ոչ, երկրորդ տարբերակ այո կամ ոչ, երրորդ տարբերակ այո կամ ոչ, չորրորդ տարբերակ այո կամ ոչ, 5, հինգերորդ տարբերակը այո կամ ոչ, և 6-րդ տարբերակը այո կամ ոչ։ Պահեք, եթե չեք հասցնում կենտրոնանալ, ապա լավ կլինի կանգնեցնեք տեսանյութը, կենտրոնանաք, նոր հետո վերադառնաք։ Ուրեմն հուսով եմ վերադարձաք, կանգնեցրեցիք, պահեցիք, իսկ մենք գնայինք առաջին տարբերակը։ Սա առհասարակ կանգնեցման քարտն է։ Ինչ-որ մի բան կանգնեցնում է իրեն, և սա բնականաբար ոչ է, սա կանգնած է, սա առաջ չի գնում։ Քարտը հենց ձեզ առաջարկում է կանգ առնել։ Եթե ինչ-որ մի հարցում շտապում եք, ինչ-որ մի բան պետք է անեք, ապա կանգ առեք։ Ձեր երազանքը կիրականանա և միայն այն մարդկանց, ում հարաբերությունները ուրիշների հետ կառուցված են հավատարմության և բարեկամության ամուր հիմքի վրա, որովհետև սա կայունությունն է և կախված է ձեր հարցից, սա այն ինչը որ պահել եք, պետք է այդ մարդու հետ լինի կայուն հարաբերություններ, այն ինչ որ պահել եք, դրա հետ վերաբերմունքը պետք է լինի ավելի լավ, ավելի հանգիստ, ոչ թե ինչ-որ լարված պահեր պետք է լինեն։ Սա ուշ է, սա պետք է երկար ժամանակ սպասեք։ Միգուցե հենց պահել եք կայունության վերաբերյալ, ընտանիքում խաղաղությունը, հենց դուք ինքներդ պետք է կանգ առնեք այս պահին և հասկանաք ինչ եք ուզում ընդհանրապես հարաբերություններից հետո նոր պահանջել կամ հետո նոր դիմացինից ինչ-որ մի բան ուզել։ Սա արմատները մխրճելու հետ է կապված նաև։ Եթե ինչ-որ մի բանը մտածում եք կկայունանա արդյոք թե ոչ, ձեզանից էլ է կախված, որ ինչ-որ մի բանը արմատներ գցեք, նոր հետո կայունանա, և ընդհանրապես արմատներ գցելը այդքան էլ արագ բան չէ։ Պետք է, եթե բիզնես ունեք և դա կայուն չի և մտածում եք կկայունանա արդյոք, նորմալ կլինի բիզնեսս թե ոչ, ասա ասում է դեռ էլի մի հատ կանգ առ, մի հատ հասկացի ամեն ինչ լավ է, մի հատ մխրճվի, մի հատ ամուր կանգնի, հետո նոր որոշի առաջ տանես այն։ Եվ հենց դա է, որ մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ կառուցելը, ճիշտ հարաբերություններ, բարեկամական հարաբերություններ, դա շատ բան է, շատ բան դրանից է հենց կախված։ Ձեր այո կամ ոչ, դե չգիտեմ ինչ եք պահել, նման մի փոքր այդտեղ դժվար է։ Պետք է կարողանաք վերածեք ձեր այդ պահածին։ Տեսնենք երկրորդ տարբերակը, բնականաբար սա միայն այո, այստեղ անակնկալներ, ուրախ պահեր, եթե ինչ-որ մի բան էիք ուզում, որ ձեզ անակնկալ անեին, ապա կարող են անել։ Սիրային թեմա է, եթե սիրային թեմա է կամ գումարային, ապա ուշադրություն ցույց տվեք։
այդ մարդկանց, միգուցե այստեղ կաշառքեք տալիս, կապ հաստատեք տվյալ մարդկանց հետ։ Հիմնական իմաստը սրա հաջողությունն է, երջանկությունը նշանակում է սեր եւ ուշադրություն զուգընկերոջ կողմից, հնարավոր է նաեւ նվեր, անակնկալ ինչ-որ պահեր, ժամադրություն, եթե պահել եք ժամադրվեք արդյոք իր հետ, ապա սա միանշանակ ասում է այո։ Միջին ժամկետ է, սա սովորաբար սա այն ժամանակն է, որի վրա դուք հույսներ դրել եք հենց այդ ժամանակի վրա, այսինքն այ արձակուրդ լիներ գնայի այստեղ իրեն հանդիպեի, եթե այդպես է։ Կամ այ ծնունդս է ինձ նվեր տային։ Հաջողություն է սա նաև ինչ որ միգուցե գնում եք գործարք կնքելու, միգուցե ինչ-որ մի բանի հարցազրույցի, ոնց որ հաջողություն կունենամ, սա ասում է այո։ Նայենք երրորդ տարբերակը, տեսնենք ինչը, բնականաբար սա սեր, հարաբերություններ, նոր հարաբերություններ, երկու տարբերակն էլ չգիտեմ, միգուցե այդպես իրար հետևից պահել եք սիրո հետ կապված, լսեք ձեր սրտին, լսեք ձեր սրտի ձայնին, նոր սեր, նոր հարաբերություններ, ներդաշնակ հարաբերություններ եւ զուգընկերոջ, ամուսնու, կնոջ հետ, երեխաների հետ, նոր սեր, նոր զգացմունքներ, ընտանիքում խաղաղություն, ընտանիքում սեր, աշխատանքի վայրում սեր, ամեկը մյուս միգուցե այնտեղ ինչ-որ մեկը սիրահարվել է եւ սիրո խոստովանություն անի ձեզ։ Սա եթե ինչ-որ ժամանակահատված եք պահել, ապա ձեր պահած ժամանակահատվածում կլինի այն ինչ որ դուք ուզում եք, այն ինչ որ պահել եք դուք։ Նայենք չորրորդ տարբերակը, սա մանրակրկիտությունն է։ Սա եւ այո է եւ ոչ, երկու տարբերակն էլ այստեղ կա։ Եթե ինչ որ մի բանը ուզում եք որ լինի, ապա պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, արդյոք դա ինձ համար է, արդյոք ճիշտ եմ անում, միգուցե եթե պայմանագիր պետք է կնքեք, ապա ուշադիր հետևեք մանրակրկիտ գրածներին։ Սա ընդհանրապես այդքան էլ երկար ժամանակ չի, ոչ էլ կարճ ժամանակ է, միջին ժամանակահատված է, որովհետև մանրակրկիտ ուսումնասիրությունը դե որոշ հարցերում երկար է, բայց շատ հարցերում նաև միջին ժամանակահատված է։ Կախված է ձեր պահածից։ Սա դե ոչ կարող եմ իրոք ասել այո, ոչ։ Սա երկուսի միջև է սա։ Եվ այստեղ նաև զույգեր են նկարված, հա։ Սա կարծես թե սա քարտի սկիզբն է։ Այդտեղ զույգեր են նկարված եւ այս զույգերը հենց միգուցե զույգերին է վերաբերվում այդ ձեր տված հարցը։ Ոնց որ մի հատ լավ ուսումնասիրեք իրար, հասկացեք, եթե սիրային թեմա է, լավ ուսումնասիրեք, մի հատ հասկացեք իրար համար եք, կարողանաք իրար հետ մանրուքները ուսումնասիրեք։ Նոր հետո, միշտ ապեք ոչ մի հարցում։ Եվ եթե պետք է մտածում եք իրար հետ կլինեք, թե ոչ, սա միջին ժամանակահատված է, միջին ժամանակահատվածում, եթե օրինակ չընկնեք մանրուքների հետևից, խնդիրներ չստեղծվին հարաբերություններում, նույնն էլ աշխատանքի վայրում, ամեն ինչը ուսումնասիրեք։ Չգիտեմ, այստեղ ինչ հարցեր պետք է պահած լինեք։ Եթե առողջությանն է վերաբերվում, ապա յուրաքանչյուր մանրուք ուշադրություն դարձրեք, մի աչքաթող արեք, հարաբերությունները արդեն իսկ ասեցի, լավ ուսումնասիրեք դիմացինի զգացմունքները, դիմացինի պահվածքը ձեր նկատմամբ, աշխատանքի հետ կապված եւս կարող է, եթե օրինակ աշխատանք եք փնտրում այո կամ ոչ, սա ասում է կարող է լինել փոքր դեռևս չնչին աշխատանք, հա, փոքր-մոքր, քիչ-քիչ, սա ինչ որ փոքրն է, մինչև, հա, մի որոշ ժամանակ, հետո արդեն ամեն ինչ կկարգավորվի։ Նայենք 5-րդ տարբերակը, սա ինստինկտյան, հա, բնականաբար ոչ է, որովհետև ինքը արդեն իսկ այդքան էլ լավ քարտ չէ, կարգի բերեք ամեն ինչ, յուրաքանչյուր բան, եւ ձերբազատվեք ամեն հնից, ամեն ավելորդ բաներից, այն ինչ որ կա, ամեն ինչից։ Բայց սա կարճ ժամանակահատված է, ցույց տալիս իրականանալու համար։ Այս պահին ոչ է,
հա, բայց եթե ամեն ինչը կարգավորեք, ամեն ինչից այն ինչ որ ավելորդ է ձեր կյանքից անեք, կկարողանաք այդ ձեր ուզածը այո սարքել։ Հա, կարճ ժամանակահատվածում պետք է անեք դա։ Անեք, որպեսզի մարդիկ կան ավելորդ կարող է ձեր մտածմունքներն են, ձեր անհանգստություններն են, կախված ձեր հարցի պատասխաններից, միգուցե երեխա ունենալու հետ է կապված, սա բնականաբար հա կարգի բերեք ամեն ինչ եւ մարդու ուղեղը ամենակարևորն է երեխա ունենալու հարցում։ Ամենակարևոր, որտեղ ամեն րոպե մտածել կունենամ, գաղյանամ, դա նորմալ չի, բնական է։ Եվ հենց դա է, որ չի թողնում ձեզ հղիանալ։ Յուրաքանչյուր հարցում կարգի բերեք ամեն ինչ, հետո նոր։ Եվ վերջին տարբերակը, 6-րդ տարբերակը, դա բնականաբար սա այոն է, սա երկար ճանապարհն է, սա տեղափոխությունն է, բնականաբար այո, քաղաքից քաղաք, երկրից երկիր ինչ-որ մի բան սկսելու հետ կապված, տրվեք ձեր զգացմունքներին, քարտը տալիս է նոր հեռանկարներ, պլաններ, հաջողությունների եւ բիզնեսում հաջողության հնարավորություններ, առաջ խաղացման, առաջ գնալու, ինչ-որ մի նոր բան կմտնի ձեր կյանք, փոփոխություններ, դրանք հենց կազդեն ձեր վրա, անձամբ ձեզ վրա, ոչ թե ինչ-որ մարդկանց։ Եվ սա երկարաժամկետ հեռանկար է, որ պետք է դնեք ձեր առջև, հստակ պետք է հասկանաք այնտեղ ինչ է կատարվելու, ինչ է լինելու, նոր հետո գնաք, նոր հետո անեք, միշտ ապեք, քարտը ցույց է տալիս իրադարձություններ, որոնք որ կսկսեն տեղի ունենալ ոչ շուտ, քան 6 ամսից։ Ինչ որ մի բաներ հիմա կարող եք անել, ստեղծել, հիմք գցել, հետո նոր առաջ տանել։ Եվ եթե ուզում եք տեղափոխվել մեկ այլ երկիր, ապա պետք է հասկանաք, որ 6 ամիս ձեզ հետ ոչինչ չի տեղի ունենալու, հետո նոր որոշ գործեր կսկսվի մանր առաջ գնալ։ Եթե ձեզ կկանչեն աշխատանքի, ապա մտածեք, արդյոք երկար եք մնալու այդտեղ, նոր տեղափոխվեք այդ տարածք, այդ թաղամաս կամ այդ երկիր, այդ քաղաք, ամիջապես մի մտածեք, որ այո, կգնամ, կանեմ, նման բաներ պետք չի։ Նաև պետք է հասկանաք, որ մի քիչ ուշ է, հա, ուշ է լինելու, մինչև որ արմատները չմխրճի, չի լինի։ Պետք է սկիզբը հիմքը գցեք, հետո նոր կարողանաք այն բարձրացնել վեր, այն առաջ տանել։ Լինի հարաբերություններ, լինի տուն, լինի աշխատանք, առաջխաղացում, մինչև մի հատ լավ այդ ամեն ինչը հիմքը ոնց որ չաշխատեք, ցույց չտաք ձեզ, որ այ կարող եք սա անել, այ կարող եք նա անել, երբեք ձեր աշխատանքը, ձեր կարիերան առաջ չի գնա։ Այսքանը սիրելիներս, հավաք եմ արդեն, թող որ ձեր ցանկությունները, ձեր պահածները լինեն այն ժամանակ, երբ որ Աստծուն հարմար է դա, երբ որ դուք արժանի եք դրան, երբ որ պետք է դա մտնի ձեր կյանք եւ լինի ձեզ համար։ Այսքանը լավ եղեք։